Շնորհակալություն, արգելի գործընկերներ։ Ես ուզում եմ անդրադառնալ երեք այս ամբիոնից հնչած մի ելույթի, պարոն Մեսրոպ Մանուկյանի ելույթին, ով բողոքում էր նրանից, որ ՔՊ-ի սահմանած էթիկայի կանոնները երբեմն խախտվում են։ Պարոն Մանուկյան, ես ուզում եմ մի բան պարզ լինի ձեզ համար։ Եվ դուք հիշեք, որ դուք գեներալ Մանվելի օգնականն եք եղել։ Հիմա բացատրեմ ինչ եմ ասում։ Դա ասում եմ ոչ թե որպես ինչ-որ պիտակ, ոչ թե ինչ-որ, գիտեք, քննադատություն, այլ դա ասում եմ որպես էթիկայի ձեզ համար ընդունելի նշաձող։ Ձեզ համար էթիկայի ընդունելի նշաձողը այն խոսելաձևն է, որով գեներալ Մանվելը շփվում էր մարդկանց հետ։ Դա ձեզ համար, ինչքան հասկացա, դա խնդրեմ չի եղել, չէ՞ ձեզ համար։ Հարց չկա, դա չեն քննարկում, բայց երբ ՔՊ-ն սահմանել է դրանից 10 սահման, 10 աստիճան վերև գտնվող մի նշաձող եւ երբեմն կարող է այդ նշաձողը 1-2 նիշով մարդես իրավիճակա խախտվի, այս կողմ այն կողմ գնա, դուք չեք այն մարդը, որ կարակ գաստեղ բողոքեք։ Դուք ուրիշ բաներից կարակ բողոքեք, նույնից եմ ասում։ Բայց ոչ էթիկայի նշաձողից։ Եվ առավել եւս չեք կարակ այստեղ ասեք, հələ մանդատները հանձնեք, հələ հելնենք խոսանք եւ այլ, էս ինչ խոսելա ձև է։ Պարոն Վարդևանյանը Հոբսի Լևիաթանից էր բողոքում, պարոն Վարդևան, Լևիաթանը հենց պարոն Մանուկյանի նման մտածող մարդկանց համար է այդքան իրավունք կլանել, որպես պետական իշխանություն, որ թույլ չտա, որ պարոն Մանուկյանի նման մտածող մարդիկ ասեն եկեք մանդատները դրեք, հելնենք խոսենք, լավ է չասեք, եկեք համայնները հանենք, իջնենք ձոր։ Մի միջամտեք։ Ոչինչ չի արդարացնում, ոչինչ չի արդարացնում են, որ դուք ասում եք մանդատը հանենք, այսինքն մանդատը որ հիմա դրեցինք, դուրս եկանք, դուրս խոսացինք, ինչ պետք է անենք, ասենք ինչ պետք է անենք, կամ այդ գեներալ Մանվելի հետ որ գնում եք հարց լուծելու, ինքը պագոններն ու զենքերը թողում էր տունը, հա, զուտ իր հեղինակությամբ եւ համոզիչ խոսքով լուծում էր կոնֆլիկտը երկու կողմերի միջև, այտենց է դա լինում, հա։ Դուք ընդհանրապես պետք է գոհ լինեք, որ այս դահլիճում իրար դուքով են խոսում։ Պատմավորները անկախ իրար նկատմամբ վերաբերմունքից։ Ձեզ հետ մինչև 18 թիվը ձեզանից պաշտոնով եւ իշխանությամբ մեծը դուքով խոսած կա։ Չէ, ձեզ չէ, իր մասն եմ խոսում։ Պես բան եղած կա։ Գեներալ Մանվելը ձեզ հետ դուքով խոսած կա, կամ որևէ մեկի հետ ընդհանրապես դուքով, նու ասենք կարող է Սերժ Սարգսյանի, հա ու վերջ։ Կներեք, ով, բայց խնդրում եմ ընդհանրապես մենք դուք, այսինքն այդ բաներից չխոսակ եւ ընդհանրապես այդ կիսակ հողական վարվելակերպը մանդատ հանել, իշխանություն չլնի, իշխանություն ոչ չլնեք։ Պարոն Մանուկյան, եթե մենք իշխանություն չլնենք վաղը, դուք էլի լինելու եք գեներալ Մանվելի օգնականը, դուք չեք լինելու գեներալ Մանվելը այդ մյուս իշխանության մեջ, դուք չեք լինելու Սամվել Կարապետյանը այդ մյուս իշխանության մեջ, դուք չեք լինելու Նարեկ Կարապետյանը։ Պայմանական բան եմ, էլի ասում, ձեր պատկերացրած այդ մի որևէ իշխանական բուրգում չեք լինելու Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Քոչարյանը, դուք որևէ իշխանական բուրգում միշտ լինելու եք գեներալ Մանվելի օգնականը, սա քննադատական չեմ ասում, ուղղակի ասում եմ որպես աշխատանք եւ կոչում։ Եվ խնդրում եմ, եթե դուք այդքան գլուխ եք գովում, որ դուք չեք ուրացել գեներալ Մանվելին, խնդրում եմ նաեւ չուրանալ իր սահմանած էթիկայի նշաձողը։ Համենայն դեպս մինչև այդտեղ իջնելը դրած հացությունից չբողոքել։ Շնորհակալություն։ Պարոն Եղոյան ինտերնետային սլենգով սա կոչվում է սլեյ, ինձ թվում է։